Խաղաղություն, որ դոփում է տեղում, Բաքուն մեջլիսականի բերանով հայերից ներողություն է պահանջում, դրամական փոխհատուցում եւ անխոչնդոտ վերադարձ է այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան։ Հայ-թուրքական սկանդալ, ինչ գործ ունեն Հայաստանի նախկին նախագահի եւ վարչապետի հեռախոսահամարները, լրտեսության գործով թուրք կասկածյալի հեռախոսում։ Պատրաստ են հրադադարի միայն առաջնագծի երկայնքով, Զելենսկին հայտարարել է, դիվանագիտությանը գնում են այն դիրքերից, որտեղ կանգնած են։ Տնտեսական թվերը աճում են, ինչու չի բարձրանում թոշակն ու նվազագույն աշխատավարձը, խորհրդարանում 2026 թվականի բյուջեի քննարկումներն են։ Դեպի ուր է փոխվում տնտեսության բովանդակությունը, բանկերն ու շահումով խաղերի բիզնեսը, խոշոր հարկատուների տասնյակում։ Ծափաթաղի անտառներում փնտրում են կորած 3 տարեկան Տիգրանին, երեխայի անհետացման հիմնական վարկածները։ Արմավիրում գտել են անշնչացած ոչխարի հոտը, 36 ոչխար հոսանքահարվել, սատկել է բարձր լարման հոսանքալարի կտրվելու պատճառով։ Արմենիայի եթերում նորությունների գլխավոր թողարկումն է, բարև ձեզ, ես Շահանե Մեժլումյանն եմ, ամենակարևորն ու դիտարժանը մեր եթերում։ Խաղաղություն, որ նախաստորագրվել ու այդպես էլ չի ստորագրվում, Ալիևը ամեն օր Վաշինգտոնյան փաստաթղթերով է գլուխ գովում, խաղաղասեր ձևանում, բայց շարունակում Սյունիքով ճանապարհը Զանգեզուրի միջանցք կոչել, զինել երկիրը եւ նորանոր զորավարժություններ անցկացնել։ Ալիևի իրական նկրտումները մեջլիսական падգամավորն է հնչեցրել, նա հայերից ներողություն է պահանջում, դրամական փոխհատուցում եւ վերադարձ իր ձևակերպմամբ Արևմտյան Ադրբեջան։ Մի կողմից պատրանք է ստեղծում, թե խաղաղության է գնում, այդ մասին վերամբարձ հայտարարություններ անում, մյուս կողմից միջանցքն ու Զանգեզուրը բերանից չի հանում։ Թուրքալեզու պետությունների Ադրբեջանի գագաթնաժողովում հայտարարեց, թե մեջբերում Զանգեզուրի միջանցքի բացումը Վաշինգտոնյան գագաթնաժողովի կարևորագույն արդյունքներից մեկն էր։ Այստեղ էր, որ հպարտ ակլորի տեսքով հայտարարեց, թե վերջին մեկ տարվա ընթացքում միայն Թուրքիայի հետ անցկացվել է ավելի քան 25 համատեղ զորավարժություն։ Հետևություն արեց, որ անհրաժեշտ է 2026-ին թուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների միջև Ադրբեջանում անցկացնել առաջին համատեղ զորավարժությունը։ Մասնագետները արդեն կանխատեսում են օկուպանտի պլանները, այդ զորավարժությունները ըստ ամենայնի բռնազավթած Արցախում կանի։ Ահա դեպի խաղաղություն քայլող Ալիևի նկարագիրը։ Խորամանկում է էսկալացիոն time out-ով, բայց նրա, այսպես ասենք, հարձակողական ցուցիչներում որևէ փոփոխություն չկա։ Այդ ամբողջ Վաշինգտոնյան հանդիպումը, որ տեղի ունեցավ, փաստացի Ադրբեջանը կարողացավ իր չհարձակվելը վաճառել Վաշինգտոնի վրա, դրա դիմաց որոշակի արտաքին քաղաքական նաև երկկողմ հարաբերություններում դիվիդենդներ շահելով, բայց այնտեղ հարց կար, առհասարակ ինչից էր գալիս հարձակման վտանգը, որոնք էին այն ցուցիչները, որոնք խոսում էին նրա մասին, որ կա Սյունիքի նկատմամբ ագրեսիայի ռիսկեր։ Դրանք մի քանիսն էին՝ ադրբեջանական հռետորաբանություն, զորավարժություններ, գնվող զենքեր, միևնույն ժամանակ թիրախավորում, Սյունիքի հետ կապված կեղծ խոսույցների, պատմական կեղծարարության ակտիվ շրջանառություն, որ պատանդարվածների ու գերիների հարցը լուծված չէ եւ որ հայ-ադրբեջանական հարաբերություններում չլուծված էլի հարցեր կան, հենց երեք հայտարարեց արտգործնախարար Միրզոյանը։ Այստեղ մենք անպայմանորեն պետք է նշենք ուրեմն Բաքվում պահվող պատանդարված անձանց գերիների ազատ արձակման հարցը, մյուս հումանիտար հարցերի կողքին, ինչպես օրինակ անհետ կորած համարվող անձանց ճակատագրի պարզաբանումը եւ այլն, կան բազմաթիվ այլ հարցեր։ Էլ ինչ չլուծված հարցեր կան, որ ակնարկում էր Միրզոյանը։ Ամենակարևոր խնդիրները, որոնք պետք է ցուցիչ հանդիսեն այն դեպի խաղաղության հնարավոր գործընթացների հետ կապված, Հայաստանի Հանրապետության տարածքների օկուպացիայի թեման, Հայաստանի նկատմամբ զավթողական ծրագրերի առաջքաշման թեման պետական մակարդակով, հայատյացության քարոզի թեման, Ադրբեջանի հետական ռազմականացման թեման, իրականում ոչ մի խնդիր չի լուծվել։ Նրանց մարտավարությունն անթաքույց է, մի մեջլիսական ունեն, որը նաև ներկայանում է այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան զավթողական համայնքի ներկայացուցիչ։ Նա հենց նախորդին էր թվարկում, թե ինչ պետք է անեն հայերը։ Ուղիղ է հարցնում, ինչ պետք է անեն հայերն ու Հայաստանը, եւ ըստ նրա պատասխանի փաստորեն նախ պետք է ներողություն խնդրենք։ Նրանք պետք է անպայմանորեն ընդունեն Ադրբեջանի բոլոր պայմանները, ներողություն խնդրեն ադրբեջանական պետությունից եւ ժողովրդից, փոխհատուցում վճարեն մարդկանց եւ նրանց գույքին հասցված վնասների համար եւ բարձր մակարդակով ապահովեն փախստականների խաղաղ վերադարձը դեպի իրենց բնորանը՝ Արևմտյան Ադրբեջան։
Նրանք համարում են, թե խաղաղությունն ուղիղ կապված է համակեցության հետ, իսկ ահա համակեցությունը կախված է նրանց ձևակերպմամբ փախստականների վերադարձից դեպի իրենց հայրենի հողեր։ Արցախահայերի վերադարձի մասին ծպտուն չեն հանում, խաղաղության, համակեցության մասին իրենց պատկերացումներն ունեն։ Դիլարա Էֆենդիևա անունով ֆեյք էկոակտիվիստը, որը հայտնի է Արցախի շրջափակմանն իր մասնակցությամբ, այս օրերին էր Երևան եկել, հիմա էլ խաղարարար առաքելություն ստանձնած։ Բաքվում նա խոսել է երևանյան տպավորություններից, պնդել, թե հայ հասարակության արձագանքը խաղաղության օրակարգին ընդհանուր առմամբ դրական է, թեև Էֆենդիևան ասել է նաև, որ հայկական հասարակությունը խորապես բաժանված է եւ որ իշխանությունների վարած քաղաքականությունը բախվում է լուրջ դիմադրության։ Սփյուռքի կառույցներ, ներքին ընդդիմություն, հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչներ այս ուժերը համաձայն չեն նման հարցադրման հետ։ Նրանք դեռ լի են ռևանշիստական տրամադրություններով եւ ընդդիմանում են խաղաղությանը։ Ահա այսպիսի համայնապատկեր, խաղաղության լաբիրինթոս է ստեղծվել, կա ու չկա։ Երևանը փաստացի հայտարարում է խնդիրներ կամ Բաքվից ներողության են սպասում, մեր անելիքները թվարկում։ Իսկ Թրամփը, հիշենք, ասել էր խոչընդոտների խնդիրների դեպքում զանգել իրեն։ Երբ է Փաշինյանը զանգելու Թրամփին։ Սիրանուշ Մուրադյան, ժամլրատվական։ Ադրբեջանով, հետո նաև Վրաստանով ռուսական, թե ղազախական հացահատիկի ներմուծումն է ավելի ձեռնտու Հայաստանի համար։ Մասնագետների դիտարկմամբ ընդհանրապես երկաթգծով բեռնափոխադրումները ավելի էժան են ներմուծողների համար։ Եթե լարձով բեռնափոխադրումները կարող են հերթերի հանգեցնել, ապա երկաթգծով դրանք բացառվում են։ Հստակ հաշվարկներ չկան ծախսերի առումով, քանի դեռ Ադրբեջանը Հայաստանին կապող երկաթգիծը չկա, նույնը նաև Ռուսաստանից երկաթգծով ներմուծման դեպքում է։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն էր հայտնել, որ Ադրբեջանը հաստատել է ռուսական արտադրանքի տեղանցման հնարավորությունն Ադրբեջանի երկաթուղիներով դեպի Հայաստան։ Փորձագետները հիշեցնում են, խորհրդային տարիներին Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումները խոչընդոտների էին բախվում։ Ադրբեջանով երկաթգիծը նախկինում որ ինչքան եկել է, թալանվել է ճանապարհին, քարկոծվել Հայաստանի կողմ ցանկացած բեռները, հիմա չգիտեմ, միգուցե փոխվի մոտեցումը, բայց մենտալիտետը մնում է նույնը, չեմ կարծում, էլի, որովհետև շատ լուրջ բեռնափոխադրումներ հնարավոր կլինի իրականացնել 1-2 տենց ցուցադրական կարվի, հետո չգիտեմ։ Մեզ այլընտրանք պետք է, բայց դա չի կարող փոխարինել ռուսական ծորենին լրիվ։ Մենք Հուսային Կովկասից ունենք շատ լավ պարտներներ, որ նրանց հետ աշխատում ենք եւ չի կարելի կորցնել այդ հնարավորությունը։ Ղազախստանին այլընտրանք է։ Ադրբեջանից Նախիջևան անխոչնդոտ ճանապարհը ապահովող TRIP-ի Թրամփի միջազգային խաղաղության եւ բարգավաճման երթուղու ծրագրից դեռևս նորություններ չկան։ Խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ընթացքում տարածքային կառավարման պատասխանատու նախարարը միայն նշել է, թե նախագիծը առայժմ քննարկումների փուլում է, մարզերի եւ համայնքների հետ աշխատանքին դեռ չեն հասել։ Մենք դրանով այս պահին քննարկումներ ենք իրականացնում եւ այն պահին, երբ որ անհրաժեշտություն լինի հասնել հանձնարարականներին արդեն համայնքների եւ մարզերի հետ աշխատանքի մասով կանենք, այս պահը դեռ այդ փուլում չի։ Հայ-թուրքական սկանդալ է հասունանում Թուրքիայի պետական Անադոլու գործակալությունը հրապարակել է Ստամբուլի նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի եւ այլոց դեմ հարուցված լրտեսության գործի քննության մանրամասները։ Հրապարակման համաձայն հարցաքննության ընթացքում կասկածյալ Հյուսեյն Գյունին հարցեր են տվել հեռախոսի ստուգման ժամանակ հայտնաբերված կոնտակտների վերաբերյալ։ Ցուցակում 34 մարդ է եղել նախկին պաշտոնյաներ, դիվանագետներ եւ բարձրաստիճան զինվորականներ, նրանց թվում Իսրայելի նախկին վարչապետը, նաեւ Հայաստանի նախկին նախագահ Արմեն Սարգսյանն ու նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։ Գյունը պարզաբանել է, որ նախկին պաշտոնյաների եւ գործարարների հեռախոսահամարների առկայությունը իր հեռախոսում բացատրվում է իր նախկին գործարար եւ առևտրային գործունեությամբ։ Այժմ մասին, թե ինչ եմ դիտելու թողարկման երկրորդ հատվածում։ Պատրաստ են հրադադարի միայն առաջնագծի երկայնքով Զելենսկին հայտարարել է, դիվանագիտությանը գնում են այն դիրքերից, որտեղ կանգնած են։ Տնտեսական թվերը աճում են, ինչու չի բարձրանում թոշակն ու նվազագույն աշխատավարձը։ Խորհրդարանում 2026 թվականի բյուջեի քննարկումներն են։ Դեպի ուր է փոխվում տնտեսության բովանդակությունը, բանկերն ու շահումով խաղերի բիզնեսը խոշոր հարկատուների տասնյակում։ Ժամը շարունակում է աշխատանքը Արմենիայի ուղիղ եթերում։ Այժմ միջազգային լրահոս Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենք պատրաստ են հրադադարի միայն առաջնագծի երկայնքով, նրա խոսքով չեն պատրաստվում հեռանալ երկրի որևէ հատվածից։ Զելենսկին նաև հայտարարել է, որ կհանդիպի Պուտինի եւ Թրամփի հետ ցանկացած վայրում, բացի Ռուսաստանից եւ Բելարուսից։
Մենք դիվանագիտությանը գնում ենք միայն այն դիրքերից, որտեղ այժմ կանգնած ենք, մենք չենք պատրաստվում հեռանալ մեր երկրի այս կամ այն հատվածից։ Պուտինը ամեն ինչ կանի, որպեսզի չհանդիպի ինձ հետ, նրան Ռուսաստան-Ուկրաինա համաձայնությունը ինքնին պետք չէ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երազում է Ուկրաինա ռազմական ներխուժման մասին, նպատակ ունենալով որպես զորավար մտնել պատմության մեջ։ ՏԱՍՍ գործակալությունն է հայտնում հղում անելով Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության հայտարարությանը։ Ըստ ռուսական հետախուզության, Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբը արդեն իսկ պատրաստվում է մինչև 2000 զինվորականից բաղկացած զորախումբ Կիևին օգնելու նպատակով Ուկրաինայում տեղակայելու համար։ Այս տեղեկությանը կոշտ է արձագանքել Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա հեգրանքով նշել է, որ Մակրոնը ֆրանսիացի զինվորականներին պետք է ուղարկի ոչ թե Ուկրաինա, այլ ֆրանսիական թանգարանները պաշտպանելու։ Իշխող վրացական երազանք կուսակցությունը դատական հայց է ներկայացնում սահմանադրական դատարան 3 խոշորագույն ընդդիմադիր կուսակցությունները անօրինական ճանաչելու համար։ Վրաստանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ փոփոխությունների համար կոալիցիան, նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի Միացյալ ազգային շարժումը եւ Հզոր Վրաստան դաշինքը ունեն արևմտամետ հայացքներ եւ երեքն էլ իրական սպառնալիք են սահմանադրական կարգի համար։ Ճապոնիայի նորանշանակ վարչապետ Սաննաե Տանիաչին մտադիր է Դոնալդ Թրամփին առաջադրել խաղաղության Նոբելյան մրցանակի համար։ Այս մասին Սպիտակ տան հայտարարել է այսօր Տոկիոյում ընթացող երկու առաջնորդների հանդիպմանը։ Ի դեպ, Ճապոնիայում Թրամփը նորից խոսել է Հայաստան-Ադրբեջան պատերազմի դադարեցման մասին։ Ես 8 ամսում դադարեցրել եմ 8 պատերազմ, այդ թվում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, որը տևել է 35 տարի, եւ այս տարի դադարեցրել ենք պատերազմը Գազայում, հայտարարել է Թրամփը։ Վերադառնանք Հայաստան, րոպեներ առաջ Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանին կալանավորել են Զվարթնոց օդանավակայանում։ Լրատվամիջոցները գրում են, որ Համբարձումյանի հարազատները, մտարիմները եւ աջակիցները հավաքվել են օդանավակայանում նրան դիմավորելու։ Օդանավակայանում նաեւ մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակվել։ Հիշեցնեմ, որ Մասիսի նախկին համայնքի ղեկավարը Դավիթ Համբարձումյանը դատապարտվել է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման, դատավորը վերացրել է նաեւ խափանման միջոց գրավը եւ կիրառել կալանքը։ Հաջորդ թեմայի մասին վիճակագրական թվերը, որ տնտեսության աշխուժությունն ու աճն են արձանագրում, այդ դեպքում ինչու չեն բարձրանում թոշակներն ու նվազագույն աշխատավարձը։ Խորհրդարանում բյուջե 2026-ի քննարկմանը ընդդիմադիրներն են հարցրել, պահանջել պատասխան, թե ինչու իշխանությունը չի կատարում խոստումները։ Կառավարությունը խոստացել էր, որ եկող տարվա համար միջին կենսաթոշակը կհասնի նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին, նվազագույն կենսաթոշակը պարենային զամբյուղի արժեքին, նվազագույն աշխատավարձն էլ պետք է դառնար 85,000 դրամ։ Միջին կենսաթոշակն այսօր 50,000 դրամ է, եթե հաջորդ տարի ըստ падգամավորի հետ վերադարձը 6,000 դրամից դառնա 10,000 դրամ, միջին կենսաթոշակառուն կարող է ստանալ մինչև 55-ից 56,000 դրամ։ Այսօր արդեն առաջին 9 ամիսների տվյալներով 82,000-ը նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը։ Տեսեք ինչքան ահռելի է տարբերությունը։ Ձեր խոստումը չեք կատարել, որովհետև ի սկզբանե դա պոպուլիստական էր եւ նպատակը քաղաքացու մոտ 700,000 քաղաքացու է վերաբերում իրանց քվեն ստանալն էր, թե տնտեսական այս աճերը, որ ներկայացնում եք, դրանք իրական չեն, նկարված են, հետեւաբար հնարավոր չի նաև այդ սոցիալական խոստումը կատարել։ Երկրի ֆինանսական ոլորտի պատասխանատուն հայտնեց, թե այդ հարցին պատասխանելը իր համար դժվար է եւ որ դրա հասցեատեր աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարն է։ Ես կարող եմ ասել, թե ինչ սկզբունքներ են դրված մեր բյուջեի պլանավորման հիմքում, որովհետեւ այստեղ կարևորը ֆիսկալ կայունության ապահովումն է, որը վերաբերվում է թե պարտքին եւ թե մեր ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարմանը եւ տարբեր ոլորտների գերակայությունները եւ առաջնահերթությունները հաշվի առնելով ենք մենք ի վերջո հանգում այն փաստաթղթին, որը ներկայացրել ենք ազգային ժողով։ Այնուամենայնիվ, պատասխանելով հարցին ֆինանսների նախարարը հայտնեց, թե ով էլ առաջարկեր բարձրացնել միջին կենսաթոշակը, դարձնելով այն պարենային զամբյուղին համարժեք։ Դա որոշակի անկայունություն կբերեր ֆիսկալ միջավայրում, ինչն ըստ ֆինանսների նախարարի սխալ քաղաքականություն է։ Եվ հենց այդ նույն կենսաթոշակառուները, որոնք պետք է այդ թոշակը ստանային, վստահ եմ ավելի
վատ կենսամակարդակ կունենային դրա հետևանքով կամ դրանից առաջ։ Ընդդիմադիր падգամավորը հայտնեց, թե կառավարությունը հաճախակի հայտարարում է, որ տնտեսությունն աճում է ծրագրածի չափ, սակայն հանրության 40% ամենաանապահով խավերին տված խոստումները ամբողջությամբ չի կատարում։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Շահումով խաղերի բիզնեսները Հայաստանի ամենախոշոր հարկատուների տասնյակում ինչպես է ստացվում, որ ոլորտը զսպելու մասին ենք խոսում, այնինչ այդ բիզնեսը օր-օրի ավելի մեծ թափ է հավաքում։ Առաջատար տասնյակում նաև բանկեր կան եւ ներկրող ընկերություն։ Արտադրանք ստեղծող պտուղ տվող որևէ կազմակերպություն չկա։ Դեպի ուր է փոխվում տնտեսության բովանդակությունը։ Արմեն Աթալյանի ռեպորտաժում։ Մենք պլանավորվածի համեմատ անհամես չհնչի ունեն մենք ավելի բարձր տնտեսական աճ, այսինքն մեր թիրախները, մեր առջև դրված խնդիրները շատ ավելի բարձր են։ Էկոնոմիկայի նախարարը թվում է բոլոր այն ոլորտները, որոնց զարգացման ուղղությամբ ահռելի միջոցներ են ներդրվել եւ դեռ կներդրվեն։ Տուրիզմ, ագրոբիզնես, տասնյակ ծրագրեր են իրականացվել եւ դեռ հաջորդ տարի էլ իրականացվելու են։ Ենթադրվում է, որ ներդրված գումարները հետո դառնալու են շահույթ, հետո հարկեր, հետո վերադառնալու են բյուջե եւ ըստ այդմ նորից ծառայելու են այս ծրագրերի իրականացմանը։ Մեր բոլոր ծրագրերի արդյունքում ունենք գերակատարումներ, ասենք օրինակ ինտենսիվ այգիների ծրագիրը տարեկան արդեն կատարել ենք, գյուղատնտեսության լիզինգը տարեկան արդեն կատարել ենք։ Հարյուրավոր միլիոնների հասնող ծրագրերը ենթադրում են, որ գետնի վրա Հայաստանի տնտեսության բովանդակությունը կփոխվի, այսինքն կսկսեն աճել բարիք ստեղծող արտադրության եւ արտահանման ոլորտի ընկերությունները, որոնք աշխատատեղերով կապահովեն հազարավոր մարդկանց եւ արտարժույթի մուտք կապահովեն երկիր։ Գործնականում առայժմ այլ պատկեր է։ Օրերս հրապարակվեց տարվա 9 ամիսների ընթացքում երկրի ամենախոշոր 1000 հարկատուների ցանկը։ Հետաքրքիր են բնականաբար 10 ամենախոշորները։ Ինչու՞։ Որովհետեւ հենց նրանց միջոցով կարելի է պարզել, թե որ ոլորտներում գործունեություն ծավալող բիզնեսներն են ամենաշատ եկամուտ ապահովում պետության համար։ Տասնյակում առաջին տեղում ընկերությունը, որը զբաղվում է սմարթֆոնների ներկրումով։ Հաջորդիվ կան երկու բանկ եւ շահութով խաղերի բիզնեսում ներգրավված երկու ընկերություն։ Հարկերը կախված են նաեւ շահութաբերությունից, որովհետեւ որտեղ շահութաբերությունը բարձր է, այնտեղ շատ շահույթ են ստանում, շրջանառությունը մեծ է լինում եւ այդտեղից էլ հարկեր են գոյանում։ Եվ դա իհարկե ցույց է տալիս մեր տնտեսության կառուցվածքում տեղի ունեցող փոփոխությունները։ Բանկերը վերջին տարիներին գնալով ավելացնում են իրենց շահույթը եւ զարմանալի չէ, որ երկուսը հայտնվել են ամենախոշոր հարկատուների տասնյակում։ Հարցն այն է, թե արդյոք սա լավ է տնտեսության համար եւ ընդհանրապես խոսում է առողջ տնտեսության մասին։ Այդ ոլորտները ինչքանով են նպաստում մնացած տնտեսությանը, դա կարող է տեղի ունենալ իրական հատվածի հաշվին եւ իրականում տեղի է ունենում, որովհետեւ տոկոսադրույքները համեմատաբար բարձր մնալով չեն նպաստում տնտեսության իրական հատվածի զարգացմանը, ներդրումները չեն խրախուսվում եւ այդ առումով խոչընդոտում են իրական հատվածի զարգացմանը։ Տարիներ շարունակ խոսվում է շահումով խաղերի ոլորտի զսպման անհրաժեշտության մասին։ Փոխարեն այս ոլորտն էլ տարեստարի գրանցում է շրջանառության ռեկորդներ։ Նախորդ տարի, օրինակ, պետության բյուջեի չափ փող էր պտտվել այս դաշտում եւ զարմանալի չէ, որ ոլորտի երկու ընկերություն հայտնվել է 10 խոշոր հարկատուների ցանկում։ Այստեղ ուղղակի պետական քաղաքականության հարցն է, թե պետությունը, կառավարությունը գտնում է, որ պետք չի որպեսզի այդ ոլորտներ փող գնան, ապա կարող է դրա տնտեսական եղանակներով սահմանափակելու միջոցներ գտնել։ Ես կարծում եմ, որ ճիշտ կլիներ դա, բայց ավաղ մեր կառավարությունը այլ տեսակետ ունի։ Անկախ հայտարարություններից կախվածությունը ռուսական կապիտալից եւս պահպանվում է։ Այն, որ ամենախոշոր հարկատուն շարունակում է մնալ դեպի Ռուսաստան սմարթֆոնների վերարտահանումով զբաղվող ընկերություն, խոսում է այդ մասին։ Այսինքն բյուջեի եկամուտները հավաքագրվում են մի պրոցեսի արդյունքում, որի ընթացքում Հայաստանում չի ստեղծվում եւ ոչ մի պրոդուկտ։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։ Ձեռնարկության հարկային հաշվետվություններում 10 միլիոն եւ ավելի դրամի խախտում հայտնաբերելու դեպքում ՊԿ ըստ օրենքի գործը փոխանցում է իրավապահներին եւ այն այլևս քննվում է քրեական օրենսդրության շրջանակում։ Բիզնեսմենները վերջին շրջանում հաճախ են բարձրաձայնում մի խնդրի մասին, ըստ որի օրենքի այդ դրույթը հաճախ կիրառվում է առանց հաշվի առնելու պետությանը հասցվող վնասները։ Ընկերությունը, որը ասենք ունի 10 միլիարդ դրամի ամսական շրջանառություն, դիցուք 10 միլիոն դրամի անճշտության պատճառով պետական մարմինների կողմից կարող է պարալիզվել։ Երբեմն էլ նույնիսկ պարզվում է, որ անճշտությունը ոչ թե 10, այլ 2 միլիոն դրամ է եղել։ Խոսքը հաղորդումների մասին է, որը ներկայացվում է 10 միլիոնից բարձրի դեպքում քննչական կոմիտե։ Մենք ինքներս ներսում մի հատ աշխատանքային խումբ ենք ձևավորել, որը դրացուցիչ նայում է այդ բոլոր հաշվարկները, ֆիլտրում է եւ այս ցուցանիշները նաեւ դրա հետևանք են։
Երկրորդը մենք նաև զարգ ենք տվել բանակցելու ոնց որ ջանքերին, ինչ է դա նշանակում, այսինքն հարկվճարողին հնարավորություն ենք տալիս արտահայտվել հնարավոր բոլոր դեպքերում։ Կառավարության օրակարգում է սեփականաշնորհման ընթացակարգում թույլ տրված խախտումներով բոլոր գույքերի նկատմամբ ուսումնասիրություն իրականացնելը ազգային ժողովում լրագրողներին ասել է կադաստրի կոմիտեի նախագահը, անդրադառնալով հարցին, թե արդյոք կառավարությունում քննարկվում է մայրաթոռից անշարժ գույքեր վերցնելու հարցը։ Բոլոր այն դեպքերում, երբ թույլատրվել են օրենսդրական խախտումներ, այդ բոլոր դեպքերը պետք է ուսումնասիրության առարկա դառնան եւ դառնում են, անկախ նրանից, թե ինչ գույքի է դա վերաբերում, ասել է Պաշտոնյան։ Այո, բոլոր հողերը խորհրդային միության փլուզումից հետո եղել են Հայաստանի Հանրապետության սեփականություն եւ Հայաստանի Հանրապետության կառավարություն եւ օրենսդիր մարմինն է որոշել, թե հողերի բաշխումը ոնց է տեղի ունենալու։ Այդ թվում եւ հիմա դուք նշեցիք հովանավանքը, ես կարող եմ ասել, որ հովանավանքի համար եւ շենքի եւ հողամասի վերաբերյալ եղել է կառավարության որոշումներ եւ բացառապես այդ որոշումներն են հիմք հանդիսացել, որ այդ գույքը, անշարժ գույքը փոխանցվել է Հայ առաքելական Սուրբ եկեղեցուն։ Հիպոթեկային վարկերի մեծ պահանջարկ կա շուկայում, բանկում էլ օգտվում են առիթից եւ ավելացնում տոկոսադրույքները։ Նվազման միտում առայժմ չկա, այդ դեպքում հնարավոր է բանկերը հայտնվեն մեծ պարտքերի մեջ։ Տնտեսագետներն են մեկնաբանում ռուսկերի կառավարման քաղաքականությունը։ Հիպոթեկային վարկեր ունեցող քաղաքացիներն ահազանգում են, վերջին ամիսներին վարկերի տոկոսները բարձրացել են, իսկ ավելի կոնկրետ, եթե նախկինում բանկերը 7-8%-ով էին վարկեր տրամադրում, ապա այժմ դրանց սահմանաչափը հասել է 9-ից 11%-ի։ Ինչու են բարձրացել տոկոսադրույքները եւ ինչու բանկերը չեն վերանայում կամ իջեցնում դրանք։ Օրեր առաջ ազգային ժողովի մշտական հանձնաժողովում ընդդիմադիր падգամավորի այդ առնչությամբ արված դիտարկումը մտորման տեղիք տվեց, որտեղ է բանկերի ռիսկը, հիպոթեք ունեցող անձանց ստորագրած պայմանագրերում։ Ֆինանսական համակարգը շարունակում է մնալ դոլարացման մակարդակը բարձր է, չնայած շարունակաբար նվազում է, սակայն դա եւս տոկոսադրույքների, այսպես դրամով տոկոսադրույքների ոչ բավարար ճկունության պատճառներից մեկն է հանդիսանում։ Այստեղ կարևոր պատճառներից մեկն է ֆինանսական համակարգում մրցակցության ոչ բավարար մակարդակը։ Տոկոսադրույքը նվազեցնելու շատ մեծ հնարավորություն չկա, ասում է Քթոյանն ու նկատում։ Բանկերը շահագրգռված չեն պայքարելու էժան ռեսուրսներ ներգրավելու համար, քանի որ մրցակցությունը շուկայում սահմանափակ է։ Տոկոսադրույքների նվազեցումն էլ մեծապես պայմանավորված է շուկայում նոր խաղացողների ի հայտ գալով եւ մրցակցության ուժեղացմամբ։ Իրենց շահութաբերությունը պահպանելու բանկերի ցանկությունն էլ է բնական, քանի որ այս դեպքում եկամտի միակ աղբյուրի վարկերի տոկոսների իջեցման դեպքում բանկերը ավելի արագ կհայտնվեին ավելի մեծ ռիսկի ու հնարավոր պարտքերի մեջ, որն էլ իր հերթին լուրջ վնաս կհասցնի քաղաքացու գրպանին։ Տոկոսադրույքները բարձրանում են մի քանի պատճառներով։ Առաջինը հիպոթեկային վարկերի մեծ պահանջարկն է, երկրորդը կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխությունը դեռ չի արտացոլվել շուկայում։ Բացի այդ, բանկերը փորձում են այլ կերպ ապահովագրվել շուկայի անկայունությունից, պարզաբանում է տնտեսագետը։ Ցանկացած բիզնես առաջնորդվում է պահանջարկով։ Պահանջարկը մեծ տոկոսադրույքը որքան է բարձրացնել, շահույթները մեծ են լինում, ձեռնտու է բանկերին եւ մարդկանց դեռ ձեռնտու։ Այն պահից սկսած, որ կբարձրանան տոկոսադրույքները եւ հիպոթեկ վերցնողները քիչ կլինեն, այդ ժամանակ արդեն կարող է իջնել։ Միակ միջամտող է հարցում կարող է լինի կենտրոնական բանկը, որը բարձրացնում կամ իջեցնում տոկոսադրույքները, բայց այս պարագայում կենտրոնական բանկը վստահաբար դա չի անի, որովհետեւ նման խնդիր չկա։ Տնտեսագետը միաժամանակ նկատում է, որևէ մեկը ապահովագրված չէ ու վստահ չի կարող լինել, որ մի քանի ամիս անց տոկոսադրույքը կրկին չի բարձրանա։ Ու թեև կենտրոնական բանկը աստիճանաբար իջեցնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, շուկայում տոկոսների նվազման միտում առայժմ չի նկատվում։ Մինչ այդ վարկառուներին մնում է լինել ավելի զգոն, տեղեկացված եւ պատասխանատու ֆինանսական որոշումների կայացման հարցում։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Կրկին դադար մեր եթերում կվերադառնանք րոպեներ անց։ Ծափաթաղի անտառներում փնտրում են կորած 3 տարեկան Տիգրանին, երեխայի անհետացման հիմնական վարկածները։ Արմավիրում գտել են անշնչացած ոչխարի հոտը, 36 ոչխար հոսանքահարվել սատկել է բարձր լարման հոսանքալարի կտրվելու պատճառով։ Մեթեոաշխարհ ջերմաստիճանը կնվազի, առանձին հատվածներում կտեղաթաց ձյուն, ավելին հաջորդ հիվ։
Մենք վերադարձանք, շարունակում ենք թողարկումը։ Երբ մարդասիրությունը հատում է սահմանները, Հայաստանն ու Իրանը միավորում են ուժերը հումանիտար աջակցության եւ արագ արձագանքման գործում։ Համագործակցության հուշագրով մարդասիրական կամուրջի հիմքն են դրել Հայաստանի Կարմիր խաչն ու Իրանի Կարմիր մահիկը, ամրագրել միմյանց օգնության կշտապեն ցանկացած աղետի դեպքում, եթե հարկ լինի։ Հայկական Կարմիր խաչի եւ Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների ղեկավարները ստորագրում են համագործակցության հուշագիր։ Երկու երկրների մարդասիրական կառույցները համատեղ նոր ծրագրեր կիրականացնեն, կխորացնեն գործընկերային հարաբերությունները։ Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Դավիթ Ներսիսյանը նշում է, կարևորում են համագործակցությունն արտասահմանյան գործընկերների հետ, նպատակ ունենալով սերտ կապերի միջոցով դրանք առավել զարգացնել։ Նախորդ տարի էր պատվիրակությունը Թեհրանում իրանական կողմի հրավերով, հիշեցնում է եւ գնահատում, փորձի փոխանակման տեսանկյունից այդ այցը նույնպես կարևոր էր եւ ուսանելի։ Տարբեր ուրեմն ոլորտներ ենք դիտարկում, բայց այս տարբեր ոլորտները բացարձակապես միայն հումանիտար շրջանակների տիրույթում են գտնվում, մասնավորապես փորձում ենք հասկանալ կարիքները Հայաստանի Հանրապետության հումանիտար ոլորտի եւ հենց այդտեղ էլ Իրանական Կարմիր մահիկը պատրաստակամություն է հայտնել մեզ ուժեղացնելու, զորացնելու, որպեսզի մենք էլ կարողանանք ել ավելի հասանելի դառնանք մեր շահառուներին, բնակիչներին ու կարողանանք օգնել։ Իրանական կողմը հաջողությամբ օգտագործում է տրանսպորտային փոխադրամիջոցները փրկարարական եւ շտապ օգնության աշխատանքներում, այդպիսով մեծացնելով մեքենաների պարկը։ Իրանի Կարմիր մահիկն ունի նաեւ աջակցության կենտրոններ երկրի դժվարանցանելի հատվածներում, որտեղ աշխատանքը պահանջում է կոնկրետ հմտություններ, եւ մեր հարավային հարևանի Իրանի Կարմիր մահիկի նախագահը կարծում է, այս փորձը Հայաստանում էլ կարող է արդյունավետ լինել։ Փիր Հոսեյն Քոլիվանդն իր հերթին ընդգծում է, Հայկական Կարմիր խաչի ընկերությանը համարում են բարեկամ եւ գործընկեր կազմակերպություն, ուստի համատեղ աշխատանքը բազմաշերտ է։ Իրանն ու Հայաստանը սերտորեն համագործակցում են բազմաթիվ ոլորտներում։ Կարևորում են արդի տեխնոլոգիական հնարավորությունների համատեղ կիրառումը, բուժ սարքավորումների ու դեղորայքի, ինչպես նաև միմյանց տեքստիլ արտադրանքի տրամադրումը։ Մենք Իրանում խթանում ենք նաև գործունեությունն ավանդական բժշկության, բուսաբուժության բնագավառում, նպաստելով մասնագիտացված կենտրոնների ստեղծմանը։ Անհրաժեշտության դեպքում շահառուների կողքին լինելը թե Հայկական Կարմիր խաչի եւ թե Իրանական Կարմիր մահիկի ներկայացուցիչների համար առաջնային է։ Սա խարսխված է մասնագիտական գործունեության 7 հիմնարար սկզբունքների վրա, մարդկանց ցավն ու տառապանքը նվազեցնելու համար։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Երեքամյա Տիգրանի որոնումները Գեղարքունիքում շարունակվում են, երեխայի անհետացման դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ, Ծափաթաղ գյուղում երեխային երեկվանից են փնտրում։ Աշխատանքներին ներգրավված են շուրջ 150 ոստիկան եւ նույնքան էլ փրկարար, ինչպես նաեւ կինոլոգներ, օգտագործվում են անօդաչու թռչող որոնումներին մասնակցում են նաեւ Ծափաթաղի մերձակաբնակավայրերի բնակիչները եւ շուրջ 200 կամավոր։ Մարզպետը տեղեկացրել է, որ հարազատների ներկայացնելով երեխան եղել է իր մեծ եղբոր հետի դեպ, եղբայրը 5 տարեկան է եւ խոսքի խնդիր ունի։ 3 երեխայի մայրիկի ծննդյան օրն է եղել։ Որոնողական աշխատանքներ բոլոր հնարավոր վայրերում իրականացվում են։ Այս պահին այդքան է ասում։ Վարկածներ կան, քանի որ նշում են կենթանիների վարկած կամ չգիտեմ։ Մենք բոլոր վարկածները եւս մեր աշխատանքային ստեղծել ենք շտաբ, ուսումնասիրում ենք, ոստիկանությունը եւս ստուգում են բոլոր վարկածները։ Այսինքն որոնք են այդ վարկածները, եթե կարելի է։ Վարկածները այս պահին չեմ հրապարակի, ընթացքում կաշխատի։ Առևանգելու մասին վարկած չկա նման։ Այս պայդորությամբ նման վարկած չի դիտարկվում։ Նոր շունչ Դիլիջանին մայրաքաղաքում ներկայացվել է Meet Դիլիջան նախագիծը, որ նպատակ ունի Դիլիջանը տարածաշրջանային զբոսաշրջային կենտրոն դարձնել, նրա համբավը աշխարհին հանրահրճակել։ Ոչ միայն Դիլիջանի գեղատեսիլ բնությունը, հնամյա վանքերն ու եկեղեցիները, նաև համանական կերակուրներն ու խորտիկները տուրիստներին կարող են գրավել եւ մեր երկիր բերել։ Նախատեսվում են նոր ներդրումներ հյուրանոցային եւ սպասարկման ոլորտներում, նաև կրթական ծրագրեր։ Երևանում բացահայտում ենք Դիլիջանը, Green Rock հիմնադրամի Meet Դիլիջան նախաձեռնության պաշտոնական շնորհանդեսն է, որպես առաջնային զբոսաշրջային ուղղություն է ներկայացվում քաղաքը։ Այցելուներին այստեղ տրամադրել են տարատեսակ գործիքներ, հնարավորություն ընձեռելով խորությամբ բացահայտել Դիլիջանի բնությունը, հարուստ մշակույթը եւ խոհանոցը։
Green Rock հիմնադրամի Meet Diligent նախաձեռնությունն ուզում է օգնել քաղաքին դառնալու այն ուղղությունը, որը կգրավի ոչ միայն զբոսաշրջիկներին, այլև մշակութային, կրթական ու էկոտուրիզմի սիրահարներին։ Diligent-ը դարձնելով տարածաշրջանում նաև միջազգային մակարդակով ճանաչելի ու ցանկալի զբոսաշրջային գոտի։ Նախաձեռնությունն արդեն հասցրել են ներկայացնել նաև Մոսկվայում եւ Թբիլիսիում։ Мы видим, что Дилижан очень активно развивается. Մենք տեսնում ենք, որ Դիլիջանը վերջին տարիներին շատ ակտիվ զարգանում է։ Այն իսկապես մարդկանց համար շատ հետաքրքիր քաղաք է, սակայն հիմնականում այստեղ գալիս են հանգստանալու։ Կարճաժամկետ туриզմն է քաղաքում զարգացած։ Մենք ընդգծելով Դիլիջանի բոլոր առավելությունները, փորձում ենք անել այնպես, որ մարդիկ այստեղ գան երկար ժամանակով։ Քաղաքի յուրաքանչյուր այցելու կարող է գտնել իր հետաքրքրությունը բավարարող փորձառություն, լինի բնության հետ անմիջական շփումը, տեղական խոհանոցի համտեսը, մշակութային իրադարձությունների մասնակցությունը, թե համայնքի հետ ակտիվ հաղորդակցությունը։ Ընդհանրապես մարզային միջոցառումները եւ հատկապես զբոսաշրջության վերաբերյալ միջոցառումները ես կարծում եմ խիստ կարեւոր են մարզերի զարգացման, համաչափ զարգացման տեսանկյունից եւ խոշոր հաշվով մենք Հայաստանում այդքան էլ չունենք մեծ նախագծեր, կարծում եմ, որ նմանատիպ գործընթաց նմանատիպ միջոցառումները իսկապես խոշոր նախագծեր ներգրավելու, թեկուզ այլ երկրներից, թեկուզ Հայաստանից ներդրումներ ներգրավելու տեսանկյունից բավականին լուրջ մեսիջ է։ Համագործակցության հուշագրի ստորագրման արարողություն, պանելային քննարկում Երևանում Դիլիջանը բացահայտելու օրակարգն ընդգրկուն է միջոցառման մասնակիցներին տպավորող։ Էդուարդ Պողոսյան, Վահրամ Ավոյան, ժամը լրատվական։ Այսօրվանից դադարեցվում է Սևանա լճից ոռոգման նպատակով ջրը առավոտ հունիսին էին թույլատրել, տեղեկացնում են ջրային կոմիտեից։ Օրվա մյուս ուշագրավ լուրերը մեկ տեսաշարով։ Այսօր շարունակվել է Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով շինծ ու դատավարությունը, որի ընթացքում նրան թարգմանիչ են տրամադրել։ Ադրբեջանի լրատվամիջոցները գրում են, թե նախագահող դատավորը նշել է, որ նախորդ դատական նիստում Վարդանյանը միջնորդություն է ներկայացրել իր պաշտպանից հրաժարվելու մասին, հղում անելով դատավարության ընթացքի վերաբերյալ նրա դժգոհությանը։ Ըստ ադրբեջանցիների դատարանն ընդունել է Վարդանյանի միջնորդությունը իր պաշտպան Աբրահամ Բերմանից հրաժարվելու մասին եւ Ադրբեջանի փաստաբանների միությունը ներկայացվել պաշտպան նշանակելու խնդրանք։ Վարդանյանի նոր պաշտպանը փաստաբանների միության անդամ Էմիլ Բաբիշովն է։ Գործադիրը գալիք տարվա պետբյուջեով նախատեսում է ֆինանսական աջակցություն տրամադրել այն ավիաընկերություններին, որոնք նորոգություններով թռիչքներ կիրականացնեն դեպի Երևանի Զվարթնոց եւ Գյումրիի Շիրակ օդանավակայաններ։ Խորհրդարանում բյուջե 2026-ի քննարկմանը հայտարարել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը։ Դավիթ Խուդատյանն ասել է, որ ավիացիայի բնագավառի համար 2026 թվականի պետական բյուջեից նախատեսում է հատկացնել 3.6 միլիարդ դրամ։ Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոց կալանքը փոխարինվեց բացակայելու արգելքով։ Նրա փաստաբանն է տեղեկացնում։ Որոշումը գլխավոր դատախազինն է հիմնավորումով, որ հաշվի են առել Կոչուբաևի կնոջ առողջական վիճակը։ Ավելի վաղ հենց Կոչուբաևի պաշտպանն էր բաց նամակով դիմել Աննա Վարդապետյանին։ Վանաձորի դատարանում դատական նիստի ընթացքում տեղի ունեցած դանակահարության դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ սպանության փորձի, ինչպես նաև պաշտոնեական անփութության հատկանիշներով, տեղեկացնում են քննչական կոմիտեից։ Նախորդին դատական նիստին ներկաներից մեկը, որն ըստ լրատվամիջոցների 16-ամյա պատանի է, դանակահարել էր դաժան սպանության մեջ մեղադրվող ամբաստանյալին ու դիմել փախուստի։ Դանակահարողը ըստ քննչականի դեռ փախուստի մեջ է, նրան չեն հայտնաբերել։ Այս պատանին ըստ լրատվամիջոցների անցած տարի Լոռի Բերդ համայնքում սպանված 21-ամյա Հայկ Մաղաքյանի եղբայրն է, իսկ դանակահարվողը նրա եղբոր սպանության մեջ մեղադրվող 4 ամբաստանյալներից մեկն է, Էրիկ Դադիվանյանը, որն ըստ դատական գործի պայմանագրային զինծառայող է։ Արմավիրի մարզում առավոտյան Վարդանաշեն Արազապ գյուղամիջյան ճանապարհին Վարդանաշեն գյուղի վարչական տարածքում ըստ նախնական տեղեկությունների ոչ խարաբուծությամբ զբաղվող 3 եղբայրները հայտնաբերել են իրենց պատկանող հոսանքազրկված 12 ոչխար։ Ֆոտոլրագրող Շամշյանը փոխանցում է, որ ոչխարները ցատկել են 10,000 վոլտ լարումով էլեկտրալարի կտրվելու պատճառով, իսկ դեպի Արազապ տանող ճանապարհին հարակից դաշտամիջյան հատվածում ոչխարների տերերը հայտնաբերել են հոսանքահարման հետևանքով սատկած եւս 24 ոչխար։ Սինանուշ Մուրադյան, Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Եվ թողարկման ավարտին եղանակ Լիլի Հովերն է տեղյակ օդերևութաբանների կանխատեսումներին։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը, իր հուսալիան վտանգ գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ, Մետեոաշխարհ նախ Հայաստան,
Մեր երկրի մեծ մասում չորեքշաբթին կանցնի փոփոխական երկնքով։ Սպասվում են տեղումներ, առանձին լեռնային գոտիներում թաց ձյուն։ Ջերմաստիճանը կնվազի 6-ից 9 նիշ։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց ձորի լեռնային գոտիներում կդիտվի 12-ից 16 աստիճան։ Վայոց ձորի եւ Արագածոտնի նախալեռներում կանխատեսվել է 18-ից 22, Լոռիում 17-ից 20, Տավուշում, Արարատում, Արմավիրում 19-ից 22 աստիճան։ Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է 23-ից 26, Սյունիքի նախալեռներում 17-ից 21 աստիճան։ Երևանում օրը կանցնի տեղումներով, այս գիշեր սպասվում է 8-ից 10, ցերեկը 19-ից 21, երեկոյան 12-ից 14 աստիճան։ Այսքանն էինք պատրաստել այսօրվա համար, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում խաղաղ գիշեր։